Արհեստական բանականությունն արագ փոխում է մեր առօրյան, այն այլևս ոչ թե ապագայի տեխնոլոգիա, այլ ներկայի իրականություն է, որը հնարավորությունների հետ մեկտեղ առաջացնում է նաև բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ։ Հայաստանի ազգային ժողովը Եվրոպական խորհրդարանական հետազոտությունների և փաստաթղթավորման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց արհեստական բանականության ինստիտուցիոնալ ինտեգրումը և կառավարումը խորհրդարանական հիմնական գործընթացներում թեմայով երկօրյա սեմինար։ Եվրոպական երկրների խորհրդարաններից և միջազգային կառույցներից ժամանած մասնագետները տեղի գործընկերների հետ քննարկեցին արհեստական բանականության օրենսդրական աշխատանքի կազմակերպմանն ուղղված հարցերը։ Քննարկումների կենտրոնում էին փաստաթղթերի վերլուծությանը, օրինագծերի մշակմանը, ելույթների ավտոմատ սղագրմանը, ինչպես նաև արհեստական բանականության գործիքների կիրառման էթիկական սահմաններին վերաբերող հարցերը։ Ու թեև աշխարհի տարբեր խորհրդարաններում արհեստական բանականության կիրառումը փորձարկումների փուլում է, այն արդեն օգտագործվում է տեղեկատվության մշակման ու վերլուծության արագացման համար։ Խորհրդարանի համար արհեստական բանականությունը ունի թե իր առավելությունները, թե ըստ իս նաև մարտահրավերները։ Սա շատ կարևոր գործընթաց է թվայնացման ցանկացած գործիքի կիրառման համար, բայց նաև պետք է հաշվի առնել մարդկային վերահսկողության պարտադիր առկայությունը։ Այսինքն արհեստական բանականությունը չի փոխարինում մարդուն։ Արհեստական բանականությունը օժանդակում է խորհրդարանի գործունեությանը, սակայն չի փոխարինում աշխատակազմի գործառույթները։ Միջազգային փորձագետները նշում են, որ արհեստական բանականության կիրառումը պետական կառավարման համակարգերում պահանջում է ոչ միայն տեխնիկական, այլև էթիկական հստակ կանոնների սահմանում, քանի որ այն երբեմն ժամանակի մարտահրավեր է դառնում։ Կարծում եմ, որ խորհրդարաններում պետք է աշխատանք տարվի թե աշխատակազմերի, թե խորհրդարանականների հետ։ Մարդը պետք է կարողանա հստակ տարանջատել, թե որ հարցերում իրեն կարող է օգնել արհեստական բանականությունը, իսկ երբ վնասել։ Կարևորը, որ մենք արհեստական բանականությունը դիտարկենք որպես օժանդակող գործիք։ Այն կարող է օգնել վերլուծության և տեղեկատվության մշակման հարցում, բայց վերջնական որոշումը միշտ պետք է կայացնի մարդը։ Այս առումով շատ կարևոր էր փորձի փոխանակումը, որովհետև մենք միմյանցից շատ բան սովորեցինք։ Քննարկումների առանցքային թեմաներից մեկը արհեստական բանականության կիրառման կարմիր գծերն էին, փորձագետները նշում են, տեխնոլոգիան չպետք է վերածվի քաղաքական կամ օրենսդրական որոշումներ կայացնող համակարգի։ Իմ երկրի մարդիկ հիմնականում փորձարկումներ են կատարում արհեստական բանականության հետ և մեծամասնությունը չի վախենում դրանից։ Կա նաև մարդկանց զանգված, որ մտածում է, թե արհեստական բանականությունը գրավելու է աշխարհը։ Կարծում եմ, այն կարող է վտանգ ներկայացնել միայն այն դեպքում, եթե դուրս գա որոշակի սահմաններից։ Շատ ուրախ եմ Երևանում լինելու ու իմ գոլեգաների հետ այս կարևոր թեման քննարկելու համար։ Տպավորված եմ հատկապես իմ հայ գործընկերների ներկայացումներից, որովհետև իրենք փորձում են արհեստական բանականությունը ծառայեցնել իրենց յուրահատուկ ձևով։ Այս համատեքստում մեծ դեր ունի նաև նրանց ցուցաբերած ճկունությունը, հատկապես որ նոր են սկսում կիրառել արհեստական բանականության գործիքակազմերը։ Ըստ իս այս երկօրյա սեմինարը հրաշալի հնարավորություն էր փորձի փոխանակման և միմյանցից ինչ-որ նոր բան սովորելու համար։ Հայտնի ասացված կա, եթե ուզում ես գնալ արագ, գնա մենակ, եթե ուզում ես գնալ հեռու, գնացեք միասին։ Այս է նաև պատճառը, որ մեր նպատակն է համատեղ ուժերով ուսումնասիրել խորհրդարաններում արհեստական բանականության կիրառման հնարավոր ձևերն ու կիսվել յուրաքանչյուրիս փորձով, սովորել միմյանցից։ Անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության գրագիտությանը, պետական համակարգերում նոր մասնագիտական դերերի ձևավորմանն ու աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտությանը։ Երկօրյա քննարկումների արդյունքում մասնակիցները փորձեցին ձևակերպել այն սկզբունքները, որոնց հիման վրա արհեստական բանականությունը կարող է անվտանգ և արդյունավետ կիրառվել խորհրդարանական աշխատանքում, իսկ Հայաստանը հյուրընկալելով այս միջազգային քննարկումը փորձեց ևս մեկ անգամ դառնալ տարածաշրջանում թվային խորհրդարանական կառավարման կարևոր հարթակ։ Սեմինարի կազմակերպումը համաֆինանսավորվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Foresight-ի նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կանադայի, Շվեդիայի կառավարությունների և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից։